Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայգերիների հարցն են քննարկել Շվեյցարիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում։ Հավաքը նախաձեռնել է Իրավունքի եւ արդարության եվրոպական կենտրոնը եւ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը։ Մարդու իրավունքների հարցով փորձագետները դարձյալ բարձրաձայնել են կամայական կալանավորված հայերի խնդիրը, նրանց դեմ հարուցված շինծուգործերի, մարդու իրավունքների աղաղակող խախտումների եւ փակ դատավարությունների մասին։ Աշխարհի աչքի առաջ Բաքուն օր-օրի ավելի է փրփրում ու դեմ գնում ընդունված բոլոր օրենքներին ու իրավունքներին։ 6 օր առաջ Եվրոպական խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց մի բանաձև, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից հայ պատանդների անարդար կալանքը եւ պահանջում էր նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակում, իսկ կիրակի օրը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլթսը հայտարարեց, որ խոսել է Հիկմեթ Հաջիևի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ եւ ասել է նրան՝ մեջբերում եմ ազատ արձակեք բանտարկյալներին։ Թեև միջազգայինորեն ընդունված տարբեր օրենքներ կան սևով սպիտակի վրա գրված, բայց Ադրբեջանը դրանք չի տեսնում։ Միջազգային իրավունքի մասնագետները գիտեն ու արձանագրել են, թե բռնապետական երկրում ինչ բարքեր են։ Պատանդ վերցնելը հակասում է Ժնևի կոնվենցիային, նաև պատանդ վերցնելու դեմ միջազգային կոնվենցիային եւ այնուամենայնիվ 23 հայ մարդիկ էթնիկ հայեր պահվում են Ադրբեջանում։ Լավագույն բանը, որ Ադրբեջանը կարող էր անել, կլիներ այս պատանդներին ազատ արձակելը, վերջ դնելու ընտանիքներին պատճառվող տառապանքին, ովքեր մտահոգված են նրանց ճակատագրով։ Դա կօգներ ճանապարհ հարթել Բաքվի եւ Հայաստանի միջև ավելի լավ հարաբերությունների համար։ Միեդում հայգերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ պատմում է մանրամասները, թե ինչ է կատարվում Բաքվի բանտերում ու դատարաններում։ Իրավապաշտպանը նաև մտահոգություն է հայտնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակման ադրբեջանական նախաձեռնության մասին, հիշեցնում, այն հայ պատանդներին հասանելիություն ունեցող միակ կազմակերպությունն էր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բացակայության պայմաններում ոչ մի անկախ մեխանիզմ չի մնա ուսումնասիրելու նրանց կալանքի պայմանները, ոչ էլ ապահովելու մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի պահպանումը։ Զրկված միջազգային վերահսկողությունից այս անհատները կմնան ամբողջովին ադրբեջանական իշխանությունների ողորմածության տակ, իսկ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ է։ Նրանց կշարունակեն ենթարկել հոգեբանական եւ ֆիզիկական հարկադրանքի, խոշտանգումների, շահարկելով որպես քաղաքական լծակ։ Ադրբեջանում կալանավորված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ արդար դատավարության իրավունքը պետք է հարգվի։ Սա է միջոցառման հիմնական ուղերձը Ալիևին։ Տիգրան Միկուրղինյան, ժամը լրատվական։